Լոս Անջելեսում բողոքի ակցիաները վերածվել են արյունահեղության, գրանցվել է առաջին զոհը զանգվածային ծեծկրտուքի հետևանքով։ Ցուցարարների միջև վիճաբանությունը ծեծկրտուքի է վերածվել, որի ընթացքում մեկն օգտագործել է դանակ։ Վիրավոր տղամարդը մահացել է։ Ոստիկանությունը դեռ չի հրապարակել զոհի ինքնությունը, իսկ ենթադրյալ հանցագործը փախուստի է դիմել։ Սպանությունը տեղի է ունեցել այն թաղամասում, որտեղ գիշերվա այդ ժամերին քաղաքապետի հրամանով արգելված էր տեղացիների շարժը։ Իսկ հիմա այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման ընթացքում։ Թրամփի ծննդյան օրը հազարավոր մարդիկ պատրաստվում են դուրս գալ փողոց բողոքելու աճող ավտորիտարության դեմ։ Այս պահին Լոս Անջելեսում զինված ուժերի թվաքանակը գերազանցում է ԱՄՆ ներկայությունը Իրաքում ու Սիրիայում։ Թրամփը ցանկանում է 1 տարի ազատազրկում նրանց համար, ովքեր հանրային վայրում այրում են ամերիկյան դրոշը։ ԱՄՆ-ն կանգնած է դեֆոլտի վտանգի առջև, պետական պարտքը հասել է 36.9 տրիլիոնի, իսկ բյուջեն ճգնաժամային սահմանի։ Տեխասի առևտրի կենտրոնում մարդիկ ականատես են եղել, ինչպես է ռոբոտ շունը հանգիստ շրջում մարդկանց մեջ, արձագանքելով երեխաների ձայնին։ Եթե սիրում եք ճամփորդել և սուրճ խմել, ապա մնացեք մեզ հետ, և թողարկման վերջում կասեմ, թե ինչ նոր աշխատատեղ է առաջարկում Starbucks-ը։ Թողարկումը դիտեք մինչև վերջ, և թողարկման ընթացքում ես ձեզ կտանեմ Տեխաս, մի նահանգ, որտեղ ոչ թե հարմարվում են Ամերիկային, այլ հենց Ամերիկային են թելադրում։ Այստեղ կովբոյներն ու ծրագրավորողները ապրում են կողք կողքի։ Նավթը սնուցում է տնտեսությունը, իսկ արևը կյանքի ռիթմը։ Եկեք բացահայտենք, թե ինչու է Ամերիկան հաճախ սկսվում հենց այստեղից։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը։ Ես Ալադավթյանն եմ և մեր թիմի հետ ձեզ համար պատրաստել ենք ամերիկյան ամենաթարմ և երբեմն անսպասելի նորությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ Ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ պատրաստվում են շաբաթ օրը, Թրամփի ծննդյան օրը, կազմակերպել համազգային բողոքի ակցիա։ Մեկօրյա ակցիան ստացել է No Kings անվանումը և կազմակերպիչները կոչ են անում մերժել երկրում աճող ավտորիտար միտումները։ Նրանք հույս ունեն հավաքել միլիոնավոր քաղաքացիներ ամբողջ տարածքով մեկ։ Իսկ Վաշինգտոնում նույն օրը Թրամփը նախատեսում է շքերթ՝ ի պատիվ ոչ միայն իր ծննդյան, այլ նաև ԱՄՆ զինված ուժերի 250-ամյակի։ Նախագահը հայտարարել է, որ ցուցարարների ցանկացած խախտում կպատասխանի շատ մեծ ուժով։ Բացի ԱՄՆ-ից հակաթրամփային միաժամանակյա ցույցեր են հայտարարված նաև Գերմանիայում, Իտալիայում, Մալավիում, Կոլումբիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Ցուցարարները հարձակվում են ներգաղթի և ոստիկանության ծառայողների վրա։ Իշխանության ներկայացուցիչները ասում են, որ իրավիճակը արդեն վտանգավոր է։ Ամենասուր բախումները նկատվում են Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Դալասում, Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում և Ատլանտայում, որտեղ իշխանություններին դժվարությամբ է հաջողվում վերահսկել ամբոխը։ Ցուցարարները հարձակվում են ներգաղթի ծառայության մեքենաների վրա, որոնք տեղափոխում են ձերբակալված միգրանտներին արտաքսման նպատակով։ Տարածվել են տեղեկություններ ճանապարհների փակման և վարորդներին ուղղված սպառնալիքների մասին, ինչը ուժեղացրել է իրավիճակի լարվածությունը։ Անկարգության մասնակիցները բարձրանում են ոստիկանության մեքենաների վրա, կոտրում ապակիները և պայթուցիկներ նետում իրավապահների ուղղությամբ։ Իշխանությունները նախազգուշացնում են, որ իրավիճակի վերահսկումը օրեցօր ավելի բարդ է դառնում։ Լոս Անջելեսում տեղակայված զինվորականները, ներառյալ 4000 ազգային գվարդիականներ և 700 ծովային հետևակայիններ, չեն կարող իրականացնել ձերբակալություններ։ Այդ մասին հայտարարել է գեներալ-մայորը, ով համակարգում է քաղաքում զինված ուժերի տեղակայման գործողությունը։ Զինվորականները չեն ներգրավում իրավապահ գործողություններում, ինչպես ձերբակալություններ կամ խուզարկություններ։ Նրանց առաքելությունն է ապահովել աշխատակիցների անվտանգությունը և աջակցել կարգ ու կանոնի պահպանմանը։ Գեներալ-մայորը ընդգծել է, որ զինվորականներին տրվել է զենք, սակայն առանց մարտական փամփուշտների, բացառապես ինքնապաշտպանության նպատակով։ Զինվորականները կարող են միջամտել միայն այն դեպքում, երբ լինի վտանգ մարդկանց կամ դաշնային գույքի նկատմամբ։ Լոս Անջելեսում այս պահին կա 4800 զինծառայող։ Համեմատության համար ասեմ, որ Սիրիայում այս պահին կա ԱՄՆ-ի 1500 զինծառայող, իսկ Իրաքում 2500։ Սա նշանակում է, որ երկու երկրները միասին այնքան զինվոր չունեն ԱՄՆ-ի, ինչքան որ Լոս Անջելեսում։
Օրենքով ամրագրված է, որ զինվորականները չեն կարող մասնակցել ներքին իրավապահ գործողություններին, բացի բացառիկ դեպքերից, որոնք սահմանված են 1807 թվականի ապստամբության մասին օրենքով։ Այս օրենքը թույլ է տալիս նախագահին կիրառել բանակը ներքին անկարգությունները վերահսկելու համար։ Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ազգային գվարդիան կարող է ուղարկվել նաև այլ նահանգներ անկարգությունները կանխելու համար։ Մեքսիկայի սենատի նախագահը հայտարարել է, որ միգրանտների մուտքը ԱՄՆ պատմական արդարության ձև է, որպես պատասխան 19-րդ դարի Ամերիկայի կողմից Մեքսիկայի պատմական տարածքները գրավելու համար։ Մեքսիկացի падգամավորի խոսքով այդ ժամանակ Մեքսիկայի կազմում էին ներկայիս Տեխասը, Կալիֆոռնիան, Նյու Մեքսիկոն, Արիզոնան եւ մի շարք այլ տարածքներ, որոնք այժմ կազմում են ԱՄՆ-ի գրեթե 1/4-ը։ Նա ներկայացրել է Մեքսիկայի պատմական քարտեզը եւ նշել, որ մեքսիկացիները իրավացիորեն անցնում են սահմանը, վերադառնալով իրենց նախնիների հողերը։ Նա նաեւ ընդգծել է, որ Կալիֆոռնիայում իսպաներենի տարածվածությունը եւ մշակութային ներկայությունը վկայում են պատմական շարունակականության եւ արդարության վերականգնման մասին։ Նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարության համաձայն 1 տարի ազատազրկում է սպասվում այն մարդկանց, ովքեր հանրային վայրում այրել են ԱՄՆ դրոշը։ Թրամփը մամուլի ասուլիսում դատապարտել է Լոս Անջելեսի ցույցերի ընթացքում Ամերիկայի դրոշը այրելու քայլը, այն անվանելով հարված ազգային արժանապատվությանը։ Նախագահի խոսքով դրոշի այրումը ուղղված է երկրի արժեքների եւ ինքնիշխանության դեմ, իսկ նման արարքներ կատարող անձինք պետք է պատասխանատվություն կրեն։ Թրամփը հատկապես խիստ է արտահայտվել այն անձանց մասին, ովքեր այրելով ամերիկյան դրոշը բարձրացնում են այլ երկրների դրոշներ։ Նա հայտարարել է, որ նման վարքագիծը ցույց է տալիս ոչ թե բողոք, այլ բացահայտ անհավատարմություն ԱՄՆ-ին եւ ամերիկյան արժեքներին։ ԱՄՆ-ի վիզա ստանալը նոր կառավարության քաղաքականության պատճառով շատ ավելի բարդ է դարձել, բայց փորձը ցույց է տալիս, որ պատրաստված դիմորդների շանսերը շատ ավելի բարձր են։ Smart System մասնագետներն արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակը, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցին։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Առաջին խորհրդատվությունն անվճար է, պարզապես պետք է լրացնել մեկնաբանություններ բաժնում դրված հարցաթերթիկը եւ մասնագետը կկապվի ձեզ հետ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև շուտով կկնքվի նոր առևտրային համաձայնագիր, այն արդեն պատրաստ է, պարզապես մնում է ստորագրեն երկու երկրների ղեկավարները։ Չինաստանը համաձայնել է ապահովել մագնիտների եւ այլ հազվագյուտ հանքանյութերի մատակարարումը։ Փոխարենը մենք կատարում ենք մեր պայմանները, այդ թվում ուսանողների մուտքը ամերիկյան քոլեջներ ու համալսարաններ, գրել է Թրամփը իր անձնական սոցիալական հարթակում։ Նա հավելել է, որ ըստ համաձայնագրի ԱՄՆ-ն կպահպանի իր ներկայիս մաքսատուրքերի մոտ 55%-ը, մինչդեռ Չինաստանի կողմից մաքսերը կսահմանափակվեն 10%-ով։ Թրամփը վստահեցրել է, որ հարաբերությունները հիանալի են եւ գործարքը կարող է կարևոր մղիչ ուժ դառնալ երկու երկրների տնտեսական կապերի զարգացման համար։ Իլոն Մասկը իր սոցիալական էջում գրառում է արել, ասելով, որ Դոնալդ Թրամփի մասին իր վերջին հայտարարությունները չափից դուրս կոշտ են եղել։ Ես զղջում եմ նախագահ Դոնալդ Թրամփի մասին իմ անցյալ շաբաթ արված որոշ գրառումների համար, դրանք չափազանց հեռու գնացին, գրել է Իլոն Մասկը։ Վերջին ամիսներին Մասկը հաճախ է քննադատել Թրամփին, հատկապես ներգաղթի, արհեստական բանականության եւ տեխնոլոգիական ոլորտի քաղաքականության հարցերում։ Նա հաճախ է կիսվում սուր մեկնաբանություններով, անդրադառնալով նախագահի ելույթներին եւ օրենսդրական առաջարկներին։ Սակայն այս վերջին հայտարարությունը դիտարկվում է որպես փոխզիջման փորձ նախագահական նախընտրական պայքարի թեժացման ֆոնին։ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Իլոն Մասկի հետ հաշտություն վերջին սկանդալային հայտարարություններից հետո։ Ես վիրավորված չեմ, զարմացած էի անկեղծ ասած, մի քիչ էլ հիասթափված։ Նա հանկարծ սկսեց քննադատել օրինագիծ, որը պարզապես փայլում է։ Կարծում եմ նա հիմա իրեն վատ է զգում իր ասածների համար, ասել է Թրամփը, ակնարկելով Մասկի քննադատությունը մեծ ու գեղեցիկ օրինագծի վերաբերյալ։ Թրամփը նաև հաստատել է լուրերը, թե Մասկը վիճել է ֆինանսների նախարարի հետ, ասել է, որ պարզապես մի քիչ բղավեցին իրար վրա։ Նման բաներ լինում են։ Այժմ կարող են մարդիկ իրենց առաքանիները ստանալ հենց իրենց տան տանիքից։ Walmart-ը սկսում է նոր ծրագիր առաքանիները տեղ հասցնել անօդաչու սարքերով ԱՄՆ-ի 5 խոշոր քաղաքներում։
Ընկերության տվյալներով սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ում մանրածախ ցանցը միաժամանակ օդային առաքում է իրականացնում 5 նահանգում՝ Արկանզաս, Ֆլորիդա, Ջորջիա, Հյուսիսային Կարոլինա և Տեխաս։ Ծառայությունը գործելու է մոտ 100 խանութի հիման վրա։ Դրոնները կարող են հասնել մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա։ Բացի դրոնային առաքումից, Walmart-ը շարունակում է ներդրումներ կատարել նաև տնային և հարագացված առաքման տարբերակներում։ Ընկերությունը նշում է, որ այս տեխնոլոգիաները կօգնեն նաև թեթևացնել երթևեկության ծանրաբեռնվածությունը։ ԱՄՆ-ն կանգնած է պետական պարտքի դեֆոլտի առջև։ Ֆինանսների նախարարը զգուշացնում է, որ վճարումները կարող են դադարել հենց այս ամառ։ Ամառային սեզոնը տեխնիկապես ընդգրկում է հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 22 ընկած ժամանակահատվածը։ Այս պահին ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 36.9 տրիլիոն դոլարի, իսկ բյուջետային ճնշումը օրեցօր մեծանում է։ Նախարարը կոչ է արել օրենսդիրներին անհապաղ բարձրացնել պարտքի թույլատրելի շեմը, որպեսզի կանխեն տնտեսական անկայունությունն ու հնարավոր ճգնաժամը։ Նախկինում Կոնգրեսի բյուջետային վարչությունը կանխատեսել էր, որ ԱՄՆ-ի վարկային ռեսուրսները կարող են սպառվել արդեն օգոստոսի կեսերին։ Նախարարը զգուշացրել է, առանց օրենսդրական միջամտության պետությունն այլևս չի կարողանա կատարել իր ֆինանսական պարտավորությունները։ Տեխասի առևտրի կենտրոնում մարդիկ զարմացած նայում էին, թե ինչպես է ռոբոտ շունը շրջում շենքի տարածքում։ Շունը ինքնուրույն քայլում է, շարժվում և արձագանքում մարդկանց։ Սարքը համալրված էր տեսախցիկներով և շարժման սենսորներով և փորձարկվում էր որպես նորարարական անվտանգության կամ ցուցադրական միջոց։ Այսպիսի ռոբոտներ հիմնականում օգտագործվում են ռազմական կամ տեխնիկական ոլորտներում, բայց հիմա սկսում են հայտնվել նաև հանրային վայրերում։ Տեխասում փորձարկումն արվում է պարզելու համար, թե ինչպես են մարդիկ արձագանքում նման սարքերին բնական պայմաններում։ Թեպետ այս ռոբոտը նման է խաղալիքի, բայց այն իրականում բարդ սարք է, ունակ կողմնորոշվելու, խոչընդոտներից խուսափելու և տվյալներ հավաքելու։ Առևտրի կենտրոնի ղեկավարները նշել են, որ սա առաջին փորձն է ռոբոտները ծառայության և շոուի նպատակով օգտագործելու ուղղությամբ։ Մեկնաբանություններում գրեք, կցանկանայիք, որ ձեր կողքին իսկական շան փոխարեն լիներ ռոբոտ խելացի շունը, որը կշարժվեր, կարձագանքեր ձեզ և ձեր կողքին կլիներ միշտ։ Հաղորդման այս հատվածում այսօր ձեզ ուզում եմ ներկայացնել Տեխասի նահանգը։ Տեխասում մարդիկ չեն հարմարվում Ամերիկային, այլ իրենք են ստեղծում իրենց իսկ Ամերիկան։ Եվ եթե ուզում եք տեսնել, թե ինչպես են կովբոյները քայլում տեխնոլոգիական կենտրոնների կողքով, ինչպես են նավթը հոսում տնտեսության միջով և ինչպես են գաղափարները բախվում ամեն անկյունում, ապա բարի գալուստ Տեխաս։ Քաղաքական դաշտում Տեխասը երկար տարիներ եղել է կարմիր հենարան։ Հանրապետականները տիրապետել են նահանգի մեծ մասին, բայց ամեն ինչ սկսել է փոխվել։ Լատինամերիկյան համայնքը, երիտասարդ ընտրողները և ներգաղթյալների նոր սերունդը Տեխասը մոտեցնում են մանուշակագույնի, այն նրբագույն սահմանին, երբ ամեն ընտրություն կարող է փոխել երկրի քաղաքական ուղղությունը։ Իրական խաղը սկսվում է դրանից հետո։ Տեխասն ապրում է իր եղանակով։ Մի վայրում այնքան շոգ է լինում, որ ջերմաստիճանը հասնում է մինչև 45 աստիճանի, իսկ մյուս վայրում անապատային քամիներն են խանգարում։ Մեկ այլ քաղաքում ճնշում է խոնավությունը։ Տեխասի տնտեսությունը ամուր է, նավթով ու գազով հիմնված, բայց այդ սահմանները վաղուց արդեն լայնացել են։ Այստեղ Տեսլան հավաքում է էլեկտրական մեքենաներ, Google-ն ու Apple-ը բացում են գրասենյակներ, իսկ փոքր բիզնեսներն աճում են ստարտափ կենտրոններում։ Նահանգը գրավում է ներդրողներին ցածր հարկերով, ազատ տնտեսական միջավայրով ու մեծ սպառողական շուկայով։ Տեխասի գյուղերում էլ դեռևս ապրում են անասնապահները, ֆերմերները, բամբակի ու ցորենի արտադրողները։ Սա նահանգ է, որտեղ կովբոյն ու կոդեր գրողն ապրում են նույն տարածքում։ Բացի տեխնոլոգիական առաջընթացից, Տեխասը էներգետիկ հսկա է։ Նահանգը առաջատար է նավթի, գազի, արևային և քամու էներգիայի արտադրությամբ, Հյուսթոնը համարվում է նավթաարդյունաբերության կենտրոն, իսկ Օդեսան և Միդլենդի տնտեսությունը հիմնված է նավթագազային արդյունաբերության վրա։ 30 միլիոնից ավելի մարդ է ապրում Տեխասում և այս բնակչությունը օրեցօր բազմազան է դառնում։ Լատինո բնակչությունը կազմում է գրեթե 40%-ը։ Այստեղ իսպաներենը կարելի է լսել դպրոցում, շուկայում ու անգամ դատարանում։ Բազմազանությունը նաև քաղաքների մշակութային կյանքում է արտահայտվում։ Տեխասը երբեք չի մոռանում իր արմատները՝ քովբոյների, քանթրի երաժշտության, բարբեկյուի և Տեխմեքս խոհանոցի հայրենիքն է, բայց եթե ուզում ես իսկապես ճանաչել Տեխասը, պետք է ճանապարհորդես իր բնությամբ։ Բիգ Բենդ ազգային պարկը կարծես աշխարհի ծայրն է՝ ժայռեր, կիրճեր ու լռություն։ Գուադալուպեի լեռներում կարող ես հասնել Տեխասի ամենաբարձր կետին՝ 2667 մետրի վրա։
Hill Country-ն գարնանը ծաղկում է վայրի ծաղիկներով ու գինեգործարաններով, մի տարածք, որտեղ կյանքը կարծես դանդաղում է։ San Antonio-ի Riverwalk-ը, գետի ափին ձգվող ճեմուղիները և Ալամոն անկախության պայքարի խորհրդանիշը հիշեցնում են Տեխասի անցյալը, իսկ Cadillac Rancho Amarillo-ում հողի մեջ խրված մեքենաներով Տեխասի ազատ ոգու և խենթ ստեղծագործության համարձակ դրսևորումն է։ Տեխասում հանցավորության մակարդակը զգալիորեն բարձր է։ Թմրանյութերի շրջանառությունը, փողոցներում անկարգությունները զգալի ազդեցություն են ունենում հասարակության վրա, բայց ամեն դեպքում կան քաղաքներ, որտեղ անվտանգ է միջավայրը։ Տեխասում հայեր էլ կան, գործում են եկեղեցիներ, դպրոցներ, կազմակերպվում են հայկական միջոցառումներ, փառատոներ, ցուցահանդեսներ։ Հայերը ներգրաված են տարբեր ոլորտներում, սկսած բիզնեսից մինչև կրթություն, առողջապահություն և նույնիսկ քաղաքային կառավարման համակարգեր։ Եվ վերջապես սա մի նահանգ է, որտեղ անտարբեր մնալ հնարավոր չէ, ծայրահեղ են և մարդիկ, և գաղափարները, և եղանակը, այստեղ զգում ես և սառնությունը, և կրակը, և հենց սա է Տեխասի առանձնահատկությունը։ Միջազգային մամուլը խոսում է Իրանի և Իսրայելի միջև հնարավոր ռազմական բախման մասին, որը կլինի մոտ օրերս, արդեն ԱՄՆ-ն Իսրայելից հանել է իր դիվանագետներին, իսկ Քուվեյթից շուտով կհանի ամբողջ դեսպանատանը։ ԱՄՆ-ի իշխանությունները մտահոգված են, որ Իրանը կարող է հարվածել ամերիկյան օբյեկտներին Իրաքում ի պատասխան իսրայելական հարձակման։ Անվտանգության լուրջ ազդակներ են ստացվում նաև Բահրեյնից, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի խոշորագույն ռազմաբազան։ Ամերիկացի զինվորները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Լարվածության հիմնական պատճառը ըստ փորձագետների ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների ձախողումն է։ Թեհրանը շարունակում է ընդլայնել իր միջուկային ծրագիրը, իսկ Վաշինգտոնն ու Թել Ավիվը սպառնում են պատասխան տալ բոլոր անհրաժեշտ միջոցներով։ ԱՄՆ փոխնախագահը և ոճաբան բլոգերը հայտնվել են սոցցանցերում օգտատերերի ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ ոճաբանը ծաղրեց փոխնախագահի նեղ տաբատը։ Բլոգերը հայտնի է իր տղամարդկանց ոճին նվիրված հոդվածներով և ավելի քան 1.3 միլիոն հետևորդ ունի։ Նա նաև քննադատել է Թրամփի ներգաղթի քաղաքականությունը, նշելով, որ տարիներ շարունակ ապրել է ԱՄՆ-ում առանց փաստաթղթերի։ Ընտանիքը փախել է Վիետնամից, իսկ մայրը իրեն բերել է ԱՄՆ ընտանիքը վերամիավորելու համար։ Երբ օգտատերերը կատակով առաջարկել են փոխնախագահին արտաքսել ոճաբանին, փոխնախագահը պատասխանել է մեմով, իսկ բլոգերը հակադարձել է, որ իրեն չեն կարող հասնել այն նեղ տաբատներով։ Այս զվարճալի միջադեպը դարձել է ակտիվ քննարկման թեմա սոցիալական ցանցերում, միաժամանակ շոշափելով ներգաղթի և խոսքի ազատության հարցերը։ Ֆլորիդայից մի տղամարդ ձևացել է թե բորտ ուղեկցորդ է հատուկ ծրագրերի միջոցով և 7 տարի առնվազն 120 անգամ անվճար թռել է աշխարհի տարբեր ծայրեր։ Տղամարդը առանց վճարի գրանցվել է թռիչքների, շրջանցել անվտանգության ստուգումները և մուտք ունեցել սահմանափակ տարածքներ թվային խարդախության միջոցով։ Դատական քննությամբ պարզվել է, որ նա տարիներ շարունակ օգտագործել է կեղծ վկայականներ և անհասանելի համակարգեր չբացահայտվելու համար։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել էլեկտրոնային խարդախության և օդանավակայանի անվտանգ գոտին ապօրինի մուտք գործելու համար։ Նրան այժմ սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։ Վերադառնանք օրվա գլխավոր թեմային։ Այժմ պատմական ակնարկ այն մասին, թե երբ է հատուկ զորքը ներխուժել նահանգային տարածք առանց տեղական իշխանությունների համաձայնության և այսպես 1965 թվականից ի վեր այսպիսի դեպք չէր եղել։ Ըստ ամերիկյան օրինաչափության, նման զորամիավորումներ ներգրավում են միայն նահանգապետերի պաշտոնական խնդրանքով, հիմնականում բնական աղետների կամ արտակարգ դրությունների ժամանակ։ Պատմական նախադեպերից մեկի ժամանակ 1992 թվականին Լոս Անջելեսի անկարգությունների ընթացքում, երբ մահացավ 63 մարդ և վնասվեցին հազարավորները, նախագահ Ջորջ Բուշ ավագը ուղարկեց հազարավոր զինվորներ վերահսկելու իրավիճակը։ 2020 թվականին, երբ սպանվեց Ջորջ Ֆլոյդը, հենց նույն նահանգապետը Նյուսոմն էր, ով նախաձեռնեց ազգային գվարդիայի ներգրավումը մոտ 8000 զինվորով։ Այս համատեքստում Թրամփի ներկայիս որոշումը դիտվում է ոչ միայն որպես օրինականության կասկածելի շրջանցում, այլ նաև որպես քաղաքական սերման վտանգավոր նշան։ Արվեստի շուկան ցնցվել է։ Ալբերտո Ջոկոմետիի բրոնզե քանդակը, որը գնահատվում էր $70 միլիոն, չի հետաքրքրել ոչ մի գնորդի։ Սա անակնկալ էր, հատկապես հաշվի առնելով, որ նույն հեղինակին պատկանող մեկ այլ գործ «Ձեռքով մարդը» 2015-ին վաճառվել էր ավելի քան $140 միլիոն։ Արվեստաբաններն ասում են, որ խնդիրը ոչ միայն գնահատված գինն էր, այլև վաճառքի անհաջող ռազմավարությունը։ Շուկայի անկայունությունը և գնորդների պասիվությունը չեն համատեղվում նման բարձր գների հետ, իսկ աճուրդի կազմակերպիչները թերացել են գնահատման և վաճառքի մեխանիզմների հարցում։ Արվեստի գործակալության տնօրենը նշել է, որ շուկան վերադասավորվում է և այս իրավիճակը կարող է ազդակ լինել
ցուցադրություններ, վերանայելու մոդեռն արվեստի վերագնահատված գործերի նկատմամբ մոտեցումները։ Google-ը սկսել է կրճատումների նոր փուլ, կամավոր ազատման դիմումներ առաջարկելով գովազդի, հետազոտական և ինժեներների բաժիններում։ Ընկերությունը դա ներկայացնում է որպես աշխատակազմի վերակազմակերպում, ապագա ծրագրերին աջակցելու նպատակով։ Ծրագիրը սկսվել էր ԱՄՆ-ում գործող որոշ թիմերում և այժմ տարածվում է այլ ստորաբաժանումների վրա։ Հեռավար աշխատողներից մի քանիսին առաջարկել են վերադառնալ հիբրիդային աշխատանքի գրաֆիկի, եթե ապրում են գրասենյակների մոտ։ Կրճատումները տեղի են ունենում այն պահին, երբ Google-ը սպասում է դաշնային դատարանի վճռին իր որոնողական համակարգի և գովազդային ցանցի նկատմամբ հարուցված հակամենաշնորհային գործերով, որոնք կարող են հանգեցնել լուրջ պատժամիջոցների։ Եթե սիրում եք ճամփորդել, սուրճ և չեք բաժանվում ձեր հեռախոսից, ապա Starbucks-ը ձեզ համար հիանալի առաջարկ ունի։ Ընկերությունը հայտարարել է, որ փնտրում է 2 թվային նյութեր պատրաստող մասնագետների, ովքեր կճամփորդեն աշխարհով մեկ ներկայացնելու Starbucks-ի յուրօրինակ մասնաճյուղերն ու պատմությունները։ Ընտրված մասնակիցները կայցելեն տարբեր վայրեր, օրինակ Կոստա Ռիկայի սուրճի ֆերմա, Միլանի և Տոկիոյի Starbucks-ները։ Նրանց գործը կլինի ներկայացնել, թե ինչպիսին է Starbucks-ը տարբեր երկրներում պատմություններով և տեսանյութերով։ Եվ թողարկման վերջին լուրը։ Հունիսի 22-ից հուլիսի 7-ը Նյու Յորքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենալ տեսնելու գեղեցիկ աստղաթափը։ Ամենաշատ ընկնող աստղերը Երևան հունիսի 26-ի գիշերը 27-ի վաղ առավոտյան, երբ անզեն աչքով էլ կտեսնեք ընկնող աստղերին։ Աստղագետները խորհուրդ են տալիս դիտել քաղաքի լույսերից հեռու, ընտրելով բաց տարածքներ, օրինակ շենքերի տանիքները, ծովափերին կամ այգիներում։ Բացի դրանից հունիսի 28-ին և 29-ին երկնքում կդիտվի ևս մեկ յուրահատուկ երևույթ։ Մարսը և Լուսինը երկնքում կլինեն այնքան մոտ, որ կթվա նրանք դիպչում են միմյանց, ստեղծելով գեղեցիկ և հազվագյուտ տեսարան։ Շնորհակալություն, որ հաղորդումը դիտեցիք մինչև վերջ։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը, իսկ մեկնաբանություններում գրեք, թե որ նահանգից, երկրից կամ քաղաքից եք մեզ հետևում։ Շնորհակալություն։